Հայաստանը մեկն է, իսկ մեզ բաժանում են, մեզ պառակտում են Գյումրեցու, Երևանցու, Սյունեցու միջև, մեզ պառակտում են, որ տիրեն, որովհետև եթե չպառակտեն կջախջախենք իրենց, դրա համար ես կոչ եմ անում բոլորիս, մոռանալ է ցի վերջածանցը, մենք բոլորս հայեր ենք, շատերս Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մենք ունենք մի երկիր, եւ այդ երկիրը պատկանում է բոլորին, անխտիր բոլորին, Երևանը, Գյումրին, բոլորինն է, բայց եթե մենք այսօր չմիավորվենք ու դուրս չգանք փողոց, վաղը չի լինի ոչ Երևանը, ոչ Գյումրին, մեր զոհերը հենց այնպես չեն, մենք զոհեր ենք ունենում, որովհետև մեր պետությունը գնալով թուլանում է, մեր պաշտպանությունը գնալով թուլանում է, այս է պատճառը, որ հակառակորդը լպիրշություն է դրսևորում, արդեն ուղարկում է իր դիվերսանտներին և բազմաթիվ զոհեր ենք ունենում, հետո մենք ասում ենք, թե պատասխան ենք տվել, ես շատ կասկածում եմ նախ այդ պատասխանի վրա, բայց ես թքած ունեմ այդ պատասխանի վրա, գնացեք ու ասեք որդուն կորցրած մորը, որ մենք պատասխան ենք տվել, այդ մայրը թքած ունի դրա վրա, ինքը իր որդուն է ուզում, որը զոհվում է հենց այնպես, որովհետև ինքը զոհվում է Հայաստանի համար, որը կեղեքվում է ներքին թշնամու կողմից, ու սահմանում տղեկը պահում են, իսկ ստեղ մենք ինչ ենք անում, ստեղ մենք լռում ենք, մենք տներում ենք, մենք հանգիստ ենք, մենք ասում ենք, մենք ինչ կարող ենք անել որ, իսկ ինչ կարող է անի գիշերը, զինվորը կանգնած պոստում, որը որևիցե պաշտպանության միջոց չունի, որևիցե տեխնիկական միջոց չունի, բայց անում են, արյամբ են պաշտպանում, մեզ են պաշտպանում, բայց նաև պաշտպանում են սերժիկներին ու սաշիկներին, որոնք ներսից քանդում են այս երկիրը, իսկ մենք պիտի այդ երկիրը պաշտպանենք ներսից, մենք չենք պաշտպանում, մենք վաղը մեր հարևանների աչքերին ոնց ենք նայելու, ովքեր որ զինվոր են կորցնում, նրանք մեզ հարցնելու են, թե ինչի համար զոհվեցին որդին, եթե մեր երկիրը մենք պիտի կորցնենք, ինչի համար զոհվեցին որդին, եթե մենք Արցախը պիտի կորցնենք, մենք պիտի պաշտպանենք մեր երկիրը, ամեն տեղ, պետք է պաշտպանենք Գյումրիում, պետք է պաշտպանենք Երևանում, պետք է պաշտպանենք Բաղրամյան փողոցի վրա, դրա համար ես կոչ եմ անում բոլորիդ, հերիքատ նստեք տներում, դուրս եկեք փողոց, մեր երկրում հարցերը կարող են լուծվել միայն հեղափոխությամբ, եւ եթե ինչ-որ մեկը ձեզ կասի, որ հեղափոխությունը երկիրը հետ է գցում, ապա ասեք իրեն, երկիրը հետ գցողները, սերժիկներն ու սաշիկներն են, իսկ նրանց հեռացնել են հնարավոր է, միայն հեղափոխությամբ։ Երկրաշարժը նավիրեց Գյումրի քաղաքը իր արվարսաններով, արտաբերական օժախ չմնաց, 27 արտաբերական ձեռնարկություն հողին է հավասարված, ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր կուսակցություններին, առաջի կետը, առաջի հարցը տրեն արտաբերության զարգացմանը, Գյումրի քաղաքի ժողովուրդը Ռուսաստանի կոնստիտուցիան է ընդունել, ժողովրդի 60%-ը քաղաքը դարդակվե, բացակայել է, թող է գնացել են մեր քաղաքից, հավիրված քաղաք է սա, ինչ են պահանջում հավիրված քաղաքից, բամբորը գործ է ուզում, աշխատի ընտանիք պահի, գործ չկա քաղաքում, որ առևտրի օջախը մտնում ես, հասարակ տրուսիկ մայզեն գրած է, Թուրքիա, մենք Թուրքիայի բազրգյալ ենք տարել, ինչ է Իրանից պահանջում կարի գործարը, 4000 բամբոր, 2 կարի գործարն աշխատում են, այսօր մյոկի չի աշխատում, դժվար է կարի գործարն աշխատցնել, շնորհակալություն, ես ցանկանում եմ ծանր պայմանների ծուր կրակ, ոտքերի տակը վարձը մանուշակ փուստի, նախորդ բոլորի տարիները շնորհավոր լինի։